Ովքեր ավելի լավ կներկայացնեն Վանաձորի անցյալն ու ներկան, եթե ոչ բնիկ լոռեցիները, միայն թե ներկան նրանց պատկերացման անցյալի նման գեղեցիկ չէ։ Հիմա խոսում են հոգսերից, իսկ անցյալի լուռ վկաները բոլորի աչքի առաջ թալանվում ու քանդվում են։ Նախկինում բազմաճյուղ արդյունաբերական կենտրոն համարվող Վանաձորում այսօր համատարած գործազրկություն է։ Ջարմատները լավը չի, վրաղ եմ դրել, որ չտանեն ու մյուս տարեկան ասեն, թուփը լավը չի։ 70-ամյա Գուրգեն Սիմոնյանը նախկինում աշխատել է հաստոցաշինական գործարանում։ Հսկայից մնացել են մի քանի հաստոց եւ պահակներ, ովքեր փորձում են եղածը պահել։ Հիմա Մեղրուտ գյուղում կառուցված իր ջերմոցում ծաղիկներ է մշակում, տնկիները բերում Վանաձոր վաճառելու։ Նրան մտահոգում է այն իրողությունը, որ Վանաձորը դատարկվում է։ Այս 20 տարվա իշխանությունները աբսոլյուտ ոչ մի բան չնա։ Վանաձորը կար 15 հատ գործարան, ամեն գործարանում աշխատում են մինչև 2000 մարդ։ Հիմա ես ամբողջ ժողովուրդ ես թոշակառու մարդ եմ, բայց ես մնացած իշխան տենում ես, պարապման են գալիս։ Դրա համար էլ մեծամասամբ թողում են գնում։ Քաղաքը որպես քաղաք գոյություն չունի։ Մի տարբերություն կար, քիմ գործարանի ծուխը այլևս քաղաքի վրա կախված չի։ Վաչագան Ավետիքյանը խորհրդային միության տարիներին աշխատել է հայտնի տրիկոտաժի ֆաբրիկայում։ Պատերազմի տարիներին մեկնել է ռազմաճակատ, ավագ լեյտենանտ է։ Հիմա սակայն ներկայանում է որպես նախկին զինվորական, չի աշխատում։ Համաձայնվեց պատմել իր քաղաքի մասին, միայն թե ցավով ու ափսոսանքով է խոսում։ Սա նախկին Վանաձորից շատ է տարբերվում։ Ուղեկցում է դեպի հայտնի գործարաններ, որոնք վաղուց արդեն չեն աշխատում։ Մենք հիմա գտնվում ենք Վանաձորի քիմ գործարանի տարածքում, որտեղ որ գտնվում է մեր արժև տրիկոտաժի ֆաբրիկայի կենտրոնական մուտքը, այստեղ ես աշխատել եմ 1980-81 թվականներին եւ մեծ կոմպլեքս էր։ Գործարանները քանդվեցին, որովհետեւ մարդիկ այդպես կամեցան, իր կարծիքն է հայտնում զրուցակիցս։ Միֆ է այն վարկածը, թե 88-ի աղետալի երկրաշարժն է մեծ վնաս հասցրել Լոռու մարզի արդյունաբերությանը։ Սա մարդու ձեռքի գործ է, սա բնության աղետի գործ չէ։ Մարդիկ կամեցել են քանդեն եւ վաճառեն, սեփականատերեր են հայտնվել կոպեկներով գնել եւ այս բոլոր բարիքները, որ ժողովրդին է պատկանում ոչնչացնել։ Տեսնում եք ավերված, այդ լրիվ մարդկանց ձեռքի գործերն են, իրանք քանդել են մաս-մաս արե ու տարե։ Այդ քանդվածը լրիվ, ասինքն հանել են արմատուրները, թե չէ կոնստրուկցիան, մետաղական կոնստրուկցիան շատ ամուր էր, շատ ուժեղ էր ու պահպանվեց եւ դեռ շատ ժամանակ կպահպանվեր։ Վերևից լավ է երևում Վանաձորի պատմությունը, շուրջ բոլոր նամայի գործարաններ են, կարելի է երկար թվարկել դրանց անունները։ Այդ խողովակները, բաց խողովակները, որ կան, քիմ գործարանի խողովակներն են։ Այդ մյուս այդ 6-անկյունը որ կա, դա տեպլոէլեկտրոստանցիան է։ Մեղավորներ փնտրել պետք չէ, ասում է Վաչագան Ավետիքյանը։ Մարդիկ պիտի ցկտեն փոխել իրենց կյանքը։ Իշխանություններն էլ այդ դեպքում կհասկանան, որ պետության մեջ մարդն է գերագույն արժեքը։ Թագավորը իրանից ոչ մի չի ներկայացնի, եթե ժողովուրդ չլինի։ Ով է գեներալը, ով է զորավարը, եթե առանց զոր չկա, եթե առանց զորք է յանա։ Նա ոչ մի բան է։ Ժողովուրդն էլ ինքը իրան չի գնահատում, որովհետև ժողովուրդը ինքը իրան դեգրադացնում է։ Իր ձայնը այնքան արժեք չունի, որ ինքը իրան վաճառում է, եւ ինքը որ վեր կենա կանգնի, ասի ես չեմ ուզում քեզ, ես ուզում եմ մեկ ուրիշի։ Չէ, այդ մասը այդպես չի անի։ Նա 1000 դրամով վաճառում է իրան, որովհետև ստրկական այդ հոգին արդեն իր մեջ ձևավորված է։ Իսկ կառավարությունը դա ձեռք է տալիս, որ ստրուկները ստեղծեցնեն։ Քանի որ նրանք ստրուկներին ղեկավարել են ինչու՞ կայանում։ Այս կողմ ու վերջ։ Արմենուհի Վարդանյան, Համբարձում, Պապոյան, Կալանյուս, Վանաձոր։